Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 5-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 5-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը երեխաների հետ կապված իրադարձություններ ունեք, հնարավոր է ծնունդ է, կնունք է կամ մեկ այլ հարց է, հղիություն, ծննդաբերություն, երեխաների հետ կարող գնալ խանութ, իրենց համար գնումները արդեն կատարելու համար։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, այդ օրը ժամ եք պայմանավորել, ուշադիր եղեք, որ չուշանաք կամ արդեն իսկ այդ օրը կարող ժամ պայմանավորվել։ Ընդհանրապես ժամը, որ ընկնում է, արդեն դա նշանակում է պետք է շատ ուշադիր լինել ժամին։ Այդ օրը կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել, նաև տուն մաքրել, այդտեղ եթե վիճում եք, ապա կարող եք այդ մարդուն հեռացնել ձեր կյանքից կամ ժամանակավոր այդպես իրար հետ խռոված մնալ, ինչպես ասում են, եւ չխոսեք։ Դե ոմանք կարող է տուն եք մաքրում այստեղ, նաև տատանվում եք, ծանրոտ թեթև եք անում, ընտրության առջև եք կանգնած։ Այստեղ կարող եք օրվա ընթացքում իմանալ, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել եւ որովհետեւ չեք հասցրել անել։ Ինչ ասում եմ, ոնց որ ինչ-որ մի պատվեր պետք է գրանցեիք, օրինակ, այսպես մի հատ օրինակ բերեմ եւ հետո ուշ եք գրում տվյալ մարդուն, արդեն իմանում եք, որ ձեր ձեռքից գնաց, արդեն ինքը ուրիշին է պատվիրել այդպես։ Կամ չեք հասցնում ինչ-որ մի բանը ավարտին, դրա համար էլ ստիպված մարդիկ կամ հրաժարվում են, կամ ինչ-որ մի բան է այստեղ տեղ ունենում։ Մի խոսքով այդ օրը նաև ունեք հեռացում, բաժանում, կամ ինչ-որ բանից եք հեռանում, կամ ինչ-որ մեկից եք հեռանում։ Կարող եք արտասվել, նաև հուզվել եւ գործերը կանեք կավարտեք։ Գուցե այն գործերն են, որոնք մնացել էին, հետո կանեք կավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։
Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 5-ին։ Հարգելի ցուլեր, այդ օր տան հետ կապված իրադարձություններ ունեք, հնարավոր է տուն եք մաքրում կամ առիթ է, պետք է գնաք այդ առիթին, կամ ձեր տանն է առիթ, նաև տանիրեր եք գնում, տեղափոխվում եք, մի խոսքով տուն եք վաճառում, գնում, օրվա ընթացքում հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, նաև ինչ-որ մեկը կարող է հեռանալ ձեզանից, ինչ-որ բանից կարող եք հեռանալ։ Օրվա ընթացքում ոմանք կսիրահարվեն, ոմանք կլինեն իրենց հարազատների շրջապատում, այստեղ կարող է իրոք ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը կարող է գնում է նաև թեկուզ ընտանիքի անդամ։ Սիրո խոստովանություն կլսեք կամ կանեք սիրո խոստովանություն և գումար եք ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 5-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հնարավոր է նաև բժշկական կենտրոն է, ուսման կենտրոն է, ոմանք իրենց սիրված կզգան, ոմանք նաև կարող են սիրահարվել կամ սիրո խոստովանություն անել, ստանալ, հարազատների հետ լինեք, տատանվում եք բավականին շատ, ծանրութեթև կանեք այդ օրը ինչ-որ գործեր, ինչ-որ հարցեր, ընտրության առջև կանգնած կլինեք նաև, օձեր կան, բայց իրենց վերաբերմունքը ամեն ինչ ոնց որ ձեր ձեռքում է, ինչպես դուք կվերաբերվեք ընդհանրապես իրենց այդ նախանց պահերին, իրենց չար խոսքերին, որը ձեր ձեռքում է, դուք կարող եք, կախված որտեղ եք, եւ խոսելուց հետո ձեզ հետ ինչ կլինի, այսինքն անունը կգցեք ձեր, թե չէ։ Ոմանք այդ օրը շատ կաշխատեն, ոմանք պատվերներ կգրանցեն, աշխատանքի կընդունվեն, խոսեք աշխատանքի մասին, ինչ-որ մի բան է տեղի կունենա աշխատանքի հետ կապված, որ խոսեք, նաև պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 5-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը գործերը կանեք կավարտեք հատկապես ինչ-որ առիթի հետ կապված կամ ինչ-որ մի բան եք որոշում վերջնական առիթի հետ կապված կամ դա կարող է լինել ինչ-որ բան է ավարտվում ձեզ մոտ, ինչ-որ բան եք վերջացնում և առիթ եք կազմակերպում դրա հետ կապված։ Ոմանք հանդիպում կամ շփում կունենան որևիցե իրենց ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ, այստեղ պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ հարցեր եթե կան, ապա այդ հարցերը գործերը հաջողությամբ կավարտեք, միգուցե ուսման կենտրոն է, միգուցե բժշկական կենտրոն է, ուր էլ որ գնաք։ Ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լի եք, սեղանի շուրջ եք նստում, միգուցե նշում եք այստեղ կարծես թե ինչ-որ մի բան և տատանվում եք, ծանրութ հետև կանեք, ոյցե գործեր, ոյցե հարցեր, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ պահեր են այստեղ, որը կարող խոսել, գուցե արձակուրդի եք գնում, այդպես, նաև պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում հարուստներին օգոստոսի 5-ին։
Հարգելի առիթներ։ Հետո տան հետ կապված իրադարձություններ կան, նա առիթ է, հնարավոր է նաև մեկ այլ հարց է, տուն եք գնում, տուն եք վաճառում, տեղափոխվում եք, դուք եք գնում առիթի, տան իրեր կարող եք գնել, նաև վանկարծակի լուր կլսեք, որ ինչ-որ գործեր դեռ մնացել են, չեք ավարտել և պետք է վերադառնաք, ոնց որ դրան ավարտեք, կամ իմանաք, որ ինչ-որ միտեղ գործերը չեն ավարտվել։ Այդ օրը նաև հրավեր կվեցա առիթի, կամ այսպես թե այնպես դուք եք հրավիրում կամ ձեզ են հրավիրում առիթի։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 5-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը կարող եք նորություն լսել, բայց հետո վիճել այդ նորության պատճառով, նորության համար, չեմ կարող ասել։ Նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կարող եք վիճել, հետո ձեզ վատ զգալ։ Օրվա ընթացքում սուտ կա, կարող դա է, հա, իմանում եք, որ ինչ-որ մեկ ինչ-որ մի բան չի արել, ասել է չի արել և դրա համար եք վիճում, հետո կարող եք ուղղակի վատ զգալ։ Եվ որևէ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ օրը։ Հեռախոսազանգ ունեք, որը կամ ի վերջո ոնց որ կարողանում եք խոսել այդ մարդու հետ, ոնց որ դա հաղթանակ եք տանում, վերջապես կարողանում եք խոսել հետը, կամ ինչ-որ այնտեղից ձեզ մի լավ բան են ասում, որ ինչ-որ մի հարցում դուք լավագույնն եք, կամ հաղթանակ եք տարել, կամ միգուցե քննություն էր, միգուցե նաև աշխատանքի ընդունելություն է, մի քանի հոգու մեջ ձեզ են ընտրել, այդպես։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, դա նաև խոսում է հավատարմության մասին, եթե այստեղ վեճը հավատարմության մասին է, և կարող եք արտասվել, նաև կարող եք հուզվել, հա, ընդհանուր օրը այդպես մի քիչ հուզական է, որտեղ ինչ-որ մի հարցում սուտ կա։ Դա է, եթե հավատարմության հետ է կապված, այստեղ հստակ ցույց է տալիս, որ հավատարմությունը կա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։
Ինչ է սպասվում կշեռքներին օգոստոսի 5-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օր առավոտյան արթնանում եք, լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք և հետո ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, այդ լուրը ձեր տրամադրությունը բարձրացնում է, նաև հույսով լցված եք, հույսով կսպասեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, տան հետ կապված իրադարձություններ ունեք, ոմանց մոտ դա առիթ է, ոմանց մոտ տեղափոխություն, կամ ձեր տանն է առիթ կամ պետք է գնաք այդպես, նաև դա կարող է լինել տեղափոխություն, վերանորոգման ավարտ նաև, և գումար եք ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 5-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին կսպասեք, ինչ-որ բանի կսպասեք, այստեղ գործնական խոսակցություն կա կամ հանդիպում, ինչ-որ փաստաթուղթ լրացնել և այլն, բայց նաև սուտ կա, այդ փաստաթուղթը լավ ուսումնասիրեք, թե ինչ եք ստորագրում, հենց այնպես մի ստորագրեք, նաև խոստումներին մի հավատացեք, որ օրինակ եթե պատվիրելու հետ է կապված, այո, կպատվիրեմ և այլն, նման հարցերում մի փոքր ուշադիր եղեք, որտեվ սուտ կա, խոստանա, հետո չանի, այդպես, նաև ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, գուցե հենց դա է,
Ոմանք նվեր կգնեն, ոմանք նվեր կստանան, նվեր կպատրաստեք դիմացինի համար և ունեք թաքուն սիրավեպ, նաև թաքուն գործողություններ, միգուցե դե նվերը այդպես թաքուն եք պատրաստում մարդկանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 5-ին։ Հարգելի աղեղնավորներ, այստեղ աշխատանքի վայրից կամ աշխատակիցներից կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բանը ձեզ ցավ է տալիս այդ օրը։ Դա նաև կարող է լինել պետական աշխատող, այնպիսի մի բան ասի, որ ձեզ դուր չգա։ Նաև օրվա ընթացքում գաղտնիք կբացահայտվի։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, այստեղ նաև ունեք առիթ կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք այդ առիթին, կամ տան հետ կապված ինչ-որ հարցեր են։ Եվ այստեղ ինչ-որ բանը ձեզ երջանկացնում է օրվա ընթացքում, ինչ-որ բան ձեզ կերջանկացնի, նաև հեռախոսազանգ ունեք, որից այստեղ կիմանաք, որ ոչ բոլոր գործերն եք արել, ավարտել, վերջացրել, որ գործերը մնացել են դեռ ինչ-որ բաներ կա անելու։ Եվ ժամ եք պայմանավորվել ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ այդ օրը մարդկանց ժամ կասեք, եթե ձեր տանն է առիթը, կասեք երբ գան, եւ կամ շուտ եք պարկելու քնելու կամ ուշ, կամ օրվա ընթացքում էլ հնարավոր է պարկեք քնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 5-ին։
Հարգելի այցեղություններ, այդ օրը սուտ կա, կամ ինչ-որ մեկի անկողնային կյանքի մասին է սա, կամ առավոտյան ինչ-որ մի ձևով արտանում եք ստի պատճառով, իմանում եք, որ ինչ-որ մի բան չի արվել, վերեք կանոն, որ դուք անեք, ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, միգուցե այդ սուտն է, ստի հետ է կապված։ Կարող եք վիճել, կարող եք արտասվել նաև, կարող եք հուզվել, հաճ պահեր են։ Իսկ մյուս կողմից այստեղ ձեր ցանկությունները կատարվում են կամ դուք ինքներդ եք ստեղծում արդեն ոչ առիթ կամ ուղղակի ոնց որ ասում են իշլավ էր, որ այս լարված պահից մի հատ դուրս եմ գալիս, գնամ առիթի, այդպես ոնց որ սա էր ինձ պետք է, ոնց որ դուրս գալ տանից կամ այդ իրավիճակից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 5-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ, եթե ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, ավելի այդպես հանգիստ վերաբերվեք դրան, և եթե ինչ-որ մի բան պետք է որոշեք, ինչ-որ մի բան անեք, եւս մի պահ կանգ առեք, մի շտապեք, հետո նոր արեք, ոչ մի հարցում մի շտապեք, և օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ կամ ավելի ուշ կարթնանաք այդ օրը, ոմանց համար ինտիմ հարաբերություններ է դա նաև, ունեք սիրային պահեր, նաև ոմանք ունեն այդտեղ սիրահարվել, կարող են ձեզ սիրո խոստովանություն անել, դուք անեք, ձեզ սիրված գաք ինչ-որ մի հարցի հետ կապված, հեռախոսազանգ ունեք և ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կարող են գալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 5-ին։
հարգելի ձկներ, այդ օրը ոմանք կսիրահարվեն, ոմանք սիրախոստովանություն կանեն, կստանան նաև ձեզ սիրված կզգաք, հարազատների շրջապատում կլինեք, նաև օրվա ընթացքում գումար կստանաք, բայց ինչ-որ գործեր դեռ չեք ավարտել, տալիս են կաղը գումարը, վճարում են գումարը, բայց դեռ գործերը չեք ավարտել։ Նաև օրվա ընթացքում հրավերք ունեք որևիցե առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք ձեր առիթին և ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Շատ կարևոր է։ Այսքանը ձեզ համար, կամ կարող է այցելում եք նման կենտրոն, ոնց է կոսմետոլոգի մոտ, որպեսզի հետո գնաք առիթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։